Լինում են դեպքեր, երբ ես մի բան եմ նկատում ու աչքերս փակում եմ, չեմ ուզում խոսել, անդրադառնալ կամ հանրայնացնել, բայց լինում են դեպքեր, որ անկեղծ չեմ կարողանում լռել, երբ տեսնում եմ, որ պարզ ժողովրդին, հավատացյալներին փորձում են կրկին անգամ հիմարի տեղ դնել։ Մտածում եմ, որ այս վերջին մի քանի ամիսների այս իրադարձությունները, ինչը տեղի է ունենում մեր եկեղեցու հայ առաքելական եկեղեցու շուրջ, շատ մարդկանց պետք է որ սթափեցներ։ Բայց դժբախտաբար կան հոգևորականներ, ովքեր հիմա էլ անկեղծ չեն մեր ժողովրդի հետ։ Մեր հավատացյալների իրենց հոտի հետ անկեղծ չեն։ Քիչ առաջ քահանաներից մեկի գրառումը կարդացի, հիմա կկարդամ ձեզ համար, ու հետո կշարունակեմ խոսքս։ Երբեք չէի պատկերացնի, որ հայ մարդը կարող էր ջարդելու ուժգնությամբ հարվածներ հասցնել Էջմիածնի Մայր տաճարի դռանը։ Այն համբուրելի սրբություն է հայ քրիստոնյայի համար։ Այդ պահին Մայր տաճարի ներսում գտնվող եւ աղոթքի կանգնած կանանցից շատերը արտասվում էին, բայց ոչ վախից, այլ բարբարոսական սրբապղծության իրողությունից։ Դեկտեմբերի 18-ը դարձավ մեր երկրի ամոթալի էջերից մեկը։ Ես էլ ոչ աջ, ոչ ձախ ասում եմ, որ դու, Տեր Հայր, սուտ ես խոսում։ Սա սադրանք է եղել, հենց ձեր կողմից կազմակերպված, այլապես հաշվի առնելով, որ այնտեղ մի քանի հազար մարդ կար, ու մինիմում մի քանի հարյուրի ձեռքերին հեռախոսներ կային ու նկարում էին ներառյալ լրագրողներ, այդ մարդու դեմքը կնկարեին, ովքեր որ չգիտեմ ձեռքերով կամ ոտքերով հարվածել են Մայր տաճարի դռներին, ու հիմա կներկայացնեին հանրությանը, ներառյալ պատասխանատվության կենթարկեին։ Հաշվի առնելով, որ չկա այդ ամենը ինչը որ ես թվարկեցի, ասում եմ, որ դու սուտ ես խոսում, Տեր Հայր։ Դժբախտաբար ես քո հոգևոր ձեռքբերումներից չեմ կարող խոսել, չնայած որ շատ լավ եմ ճանաչում քեզ։ Քո մասնագիտական գիտելիքներից, հաշվապահական, պաշտոններից, աշխատավարձներից կարող եմ խոսել, բայց հոգևոր ձեռքբերումներից դժբախտաբար չեմ կարող խոսել։ Ու դժբախտաբար այս թեզը հիմա տարբեր քահանաներ իրենց էջերով շահարկում են ու հերթական անգամ մեր ժողովրդին փորձում են հիմարացնել։ Նախ շնորհակալություն պատկան մարմիններին, որ որևէ կերպ թույլ չտվեցին, որպեսզի ժողովուրդը սադրանքների տրվի ու արյունահեղություն լինի։ Այո, հրաման էր իջեցված, որպեսզի այնտեղ լինի արյունահեղություն։ Սադրանքների տրվեն մարդիկ ու լինի այնտեղ արյունահեղություն։ Դուք ծարավ եք, դուք արյուն եք ուզում։ Լսեք, դուք հոկտեմբերի 27 եք մոռացել, դուք ոնց կարող եք չմոռանալ դեկտեմբերի 18-ը։ Այդ ինչ ա եղել, որ ինչքան կարող եք մեր ժողովրդին հիմարի տեղ դնել։ Միթե այս ժողովրդի ուզածը սխալ բան է։ Միթե սխալ է, երբ մենք պահանջում ենք, որ մեր եկեղեցին որևէ քաղաքական գործողությունների չմասնակցի, որ մեր եկեղեցու հոգևորականները սպասավորները լինեն մաքրամաքուր։ Ո՞րն է այստեղ սխալը։ Որտեղ եք դուք այստեղ սխալ բան տեսնում։ Պատկան մարմինները իրենց հրաշալի դրսևորեցին։ Նաև հրաշալի դրսևորեցին մեր եպիսկոպոսները, ովքեր որ պահանջով էին եկել։ Այո, դուք էիք ուզում սադրել ու չստացվեց, ու փառք Աստծո, որ չստացվեց։ Չկա պատերազմ։ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ չկա։ Ոնց ուզում եք հասկացեք։ Սա քաղաքական կեղտոտ խաղ է ու դժբախտաբար մենք բոլորս հավատացյալներս հայտնվել ենք այս վատ տհաճ իրավիճակի մեջ։ Ոնց ուզում եք հասկացեք։ Չեք ուզում, թողեք ձեր կարգը եւ գնացեք ու զբաղվեք քաղաքականությամբ։ Հեղաշրջում եք ուզում անել, հեղափոխություն եք ուզում անել, ինչ ուզում եք արեք, բայց մեր եկեղեցին, մեր սրբություն, սրբոցը հանգիստ թողեք։ Հատկապես այս վերջերս ոմանց կողմից մի նոր թեզ է շահարկվում, իհարկե մարդկանց մանիպուլացնելու համար, եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու բազում հետևորդներ մտահոգված են, անհանգիստ։ Մարդիկ վախենում են ցնցումների ենթարկվելուց։ Մարդիկ հարցնում են, արդյոք հնարավոր է նմանատիպ սցենար, եթե ներկայիս կաթողիկոսը գնա հանգստի եւ նոր կաթողիկոս ընտրվի, եւ մի քանի ամիսներ կամ մի քանի տարիներ հետո իշխանափոխություն լինի, արդյոք նոր իշխանությունները ցանկություն չեն ունենալու կաթողիկոսին դարձյալ ուղարկելու հանգստի եւ նոր կաթողիկոս ընտրելու։ Պատասխանում եմ ձեր հարցին։ Նախ առաջինը իշխանությունները չեն, որ կաթողիկոս են ընտրում, այլ ամենայն հայոց կաթողիկոս է ընտրում ազգային եկեղեցական ժողովը։ Երկրորդը ոչ թե կենտրոնացեք խնդիրները բարձրաձայնողների վրա, այլ կենտրոնացեք խնդիրների
հեղինակների վրա, խնդիրները ստեղծողների վրա կենտրոնացեք։ Եթե չլինեին խնդիրներ, եթե չլինեին գործած մեղքեր, գործած հանցանքներ, բնականաբար այս բոլոր խոսակցությունները չէին լինի։ Եթե հաջորդ կաթողիկոսը պիտի առնչվի նույն խնդիրների հետ, բնականաբար ես չեմ բացառում, որ նույն սցենարը հնարավոր լինի։ Իսկ եթե ոչ, ապա բացառում եմ, որ որևէ իշխանություն հնարավորություն կունենա նորից կաթողիկոսին ուղարկելու հանգստի եւ նոր կաթողիկոս ընտրելու։ Ողջույն ձեզ։ Եկեք մի շատ կարևոր հարցի էլ անդրադառնամ։ Ուզում եմ խոսել տարբեր ժամանակներում բարեգործությունների մասին, որոնք ուղղվել են դեպի մայրաթոր եւ դրանց թափանցիկությանը։ Կարծում եմ, որ բարեգործներին նույնպես կհետաքրքրի այս թեման։ Եվ բնավ նկատի չունեմ բարեգործների կողմից գանձանակը գումար գցելուն։ Այլ նկատի ունեմ հստակ այն ծրագրերի մասին, երբ մայրաթորը ծրագրեր է ներկայացրել բարեգործներին եւ այդ ծրագրերի դիմաց X գումար է պահանջել տարբեր առիթներով։ Վանքեր ու եկեղեցիներ վերանորոգելու համար, մայր տաճարը վերանորոգելու համար, Արցախին ու Արցախահայությանը օգնելու համար, իսկ այդ X գումարները միլիոնավոր դոլարներ են։ Արդյոք մայրաթորը թափանցիկ է աշխատել։ Արդյոք մայրաթորը հաշվետու է եղել բոլոր այն բարեգործներին, ովքեր որ միլիոնավոր դոլարներ են ուղարկել մայրաթոր։ Ես կարծում եմ, որ ոչ։ Բնավ միտում չունեմ որևիցե մեկին պախարակելու։ Այստեղ հարցը հավատքին էլ չի վերաբերվում։ Այստեղ հարցը վերաբերվում է մեր եկեղեցին պահելու։ Գաղտնիք ասած չեմ լինի, որ դարերի վեր մեր եկեղեցին պահել են նաև մեր բարերարները։ Ու որպեսզի այդ բարերարները միշտ մենք ունենանք, հարկավոր է այդ բարերարների հետ թափանցիկ աշխատել, արդար աշխատել եւ այդ բարերարներին հաշվետու լինել, ցույց տալ, թե որտեղ են ծախսվել իրենց կողմից ուղարկված գումարները։ Մայր տաճարի վերանորոգման աշխատանքների համար ես էլ մի փոքրիկ նվիրատվություն արել եմ, իհարկե մեր թեմի միջոցով, եւ մեր թեմը հաշվետու է եղել մեզ, թե ինչքան գումար է ուղարկել մայրաթոր, մայր տաճարի վերանորոգման համար։ Բայց արդյոք մայր տաճարը հաշվետու է եղել բոլոր բարեգործներին։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ու այդ ծրագրերը բազում են։ Ես կարող եմ ձեզ տասնյակ օրինակներ բերել, ինչից քաջ տեղյակ եմ։ Մեկ օրինակ եմ ուզում ձեզ բերել, ինչը անձամբ ինձ հետ է պատահել, հետևությունները կթողնեմ ձեզ։ 2019 թվականին հայրենիքում էի ձմռանը, Սուրբ Ծննդյան տոներին, Սուրբ Ծննդյան պատարագին, ընկերս էլ խաչքավոր էր Ռիվսիմե վանքում, ներկա էի, շատ ցուրտ էր վանքից ներս։ Ինձ ասացին, որ վերջին անգամ Ռիվսիմե վանքի պատուհանները վերանորոգվել են մի 40-50 տարիներ առաջ։ Գրեթե պատուհաններ չկար, դրա համար էլ շատ ցուրտ էր։ Ասացին, որ մի բարերարի են դիմել, նա մերժել է, ես անմիջապես համաձայնվեցի, ասացի, որ ես կտամ այդ գումարը բոլոր պատուհանները վերանորոգելու։ Կանչեցի շինարարի, իդեպ կանչել եմ այն նույն շինարարին, ով նոր վեհարանի պատուհաններն է տեղադրել։ Եկան կռաններ բերեցին, չափսեր վերցրեցին, ամենա ոչ միտեղ խնայողություն չեմ արել։ Ինչ ասել են, համաձայնվել եմ։ Ասացին, որ 7 միլիոն դրամ կարժենա վերանորոգությունը այս պատուհանների, համաձայնվեցի։ Ասացին մի պայմանով, որ գումարը դու անձամբ ես վճարելու մեզ, այլ ոչ թե մայրաթորը։ Ասացի սիրով, ես խնդիր չունեմ։ Վանքերի տեսուչը ասաց, որ պիտի վեհապարի հետ համաձայնացնեմ։ Նա վեհապարին դիմել էր, վեհապարը նրան ասել էր, որ բարերարին ասեք, թող այդ 7 միլիոն դրամը ուղարկի մայրաթոր, ու մայրաթորը միգուցե 3 միլիոն դրամով է ճարում գտնում շինարար, ով կփոխի այդ պատուհանները։ Ես էլ այսպես քմծիծաղով ասացի, եթե մայրաթորը 3 միլիոնով կարողանում է շինարար ճարել, այդ դեպքում ինչի համար է ինձանից 7 միլիոն դրամ ուզում։ Այդ դեպքում եկեք ես ձեզ 3 միլիոն դրամը փոխանցեմ։ Իհարկե շինարարը չհամաձայնվեց, որ մայրաթորը իրեն գումարը փոխանցի, ես նույնպես չհամաձայնվեցի մայրաթորին գումար փոխանցել, արդյունքում մինչև այսօր, եթե չեմ սխալվում, այդ պատուհանները վերանորոգված չեն, ու մարդիկ այդ ցրտին գալիս են մասնակցում են սուրբ պատարագներին։ Դժբախտաբար չիրականացավ։ Ու ես ձեզ կարող եմ նմանատիպ օրինակներ, տասնյակ, հարյուրավոր օրինակներ կարող եմ ձեզ բերել, որ ասենք $100,000, $300,000, որ բարերարները չեն համաձայնվել, գումարը ուղիղ փոխանցել մայրաթորին եւ նրանք միայն համաձայնվել են, որ ուղիղ իրենք աշխատեն շինարարի հետ։ Եթե ամեն ինչ արդար է, եթե ամեն ինչ թափանցիկ է, այդ դեպքում որն էր խնդիրը։ Այդ դեպքում ինչի համար չիրականացվեցին այս բազում ծրագրերը, որոնք կարող էին իրականացվել։ Չէ՞ որ մենք մեր համար էինք անում։ Սա է ամբողջ խնդիրը։ Ես մի քանի առիթներով տարբեր հոգևորականների, ովքեր ուղիղ կարող էին վեհապարին ասել եմ, որ եկեք ծրագրեր մշակեք, կանչեք բոլոր այդ բարերարներին աշխարհով մեկ, տարբեր ժամանակներին, ովքեր որ բարերարություններ են արել, գումարներ են ուղարկել դեպի մայրաթոր, իհարկե նրանցից շատերը արդեն մահացած են, նրանց թորներին կամ ծորներին կանչեք, ցույց տվեք նրանց պապերի արածը, նրանց խրախուսեք, որպեսզի այս մարդկանց մենք կարողանանք կապենք մայրաթորի հետ։
Նրանցից շատերը անգամ եկեղեցի չեն հաճախում, դժբախտաբար։ Ու դրա մեղավորությունը հենց այո մերն է, մեր թափանցիկ չլինելն է, նրանց հաշվետու չլինելն է։ Սա է խնդիրը։ Մենք գնալով կորցնելու ենք մեր բարերարներին, առանց այն էլ նրանք այսօր շատ չեն։ Ինչի համար բարձրացեցի այս խնդիրը, որպեսզի պատկան մարմինները, որպեսզի մեր հոգևորականները, ովքեր որ պատասխանատու են, որպեսզի նրանք հաշվետու լինեն երեք, այսօր եւ վաղը, որպեսզի մենք բարերարներին մեր կողմը քաշենք ու նրանց չկորցնենք։ Հիմա գիտեմ, մերոնք նորից ասելու են, որ ընտանիքի խնդիրները չի կարելի բարձրաձայնել։ Ինչի այդ բարերարները մեր ընտանիքի անդամները չեն, թե մենակ հոգևորականներն են այդ նույն ընտանիքի անդամները։ Բարի օր ձեզ։